Ուրեմն 3 ամիս առաջ տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալի, թե ինչ կրիայի դանդաղությամբ եւ ինչ թքել կպցնելով են անորակ իրականացնում այս Դավիթ անհավտ այգու բարեկարգման աշխատանքները։ Իմ հրապարակած տեսանյութից հետո բազմաթիվ մանիպուլատիվ տեսանյութներ հրապարակվեց, հանրությանը մոլորեցնելով, թե իբրև Դավիթ անհավտ այգու բարեկարգման աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում։ Սակայն ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դեռ 2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը հայտարարել էր, որ հույս ունենք, որ 5-6 ամսվա ընթացքում ամբողջությամբ ավարտելու ենք էլի Դավիթ անհավտի այգու շինարարությունը։ 5-6 ամիս հետո Դավիթ անհավտ այգու բարեկարգման աշխատանքները կավարտվին։ Եվ իր հայտարարությունից հետո անցել է արդեն 1 տարուց ավել։ Եվ միջորս այգին չի բարեկարգվել եւ հիմա ցույց են տալի, որ իրենց հրապարակած մանիպուլատիվ տեսանյութները, որով ուզում են հանրությանը ցույց տան, որ այգու բարեկարգման աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, դա հերթական փնթի կառավարման սուտ մանիպուլատիվ տեսանյութներն է։ Տեսեք, Դավիթ անհավտ այգում եմ գտնվում, շին հրապարակում այսպես կոչված այգու տարածքում ոչ մի շինարար չկա, ոչ մի շինարարական աշխատանքներ չեն իրականացում։ Բան ասեմ, այս տարածքի բնակիչ եք։ Իսկ այստե շինարարություն չեն անում, սա այգին բարեկարգում։ Բայց միջորս այգին sense փնթի բրախած անտեսված վիճակում է գտնվում։ Խնդրեմ։ Սա է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Արտակ Հովակիմյանի բարեկարգման ակտիվ փուլը, որ շին հրապարակում ոչ մի շինարար չկա նույնիսկ։ Բա ուր են ձեր շինարարները, խի այգին չի բարեկարգվում։ 5-6 ամսվա ընթացքում ամբողջությամբ ավարտելու ենք էլի Դավիթ անհավտի այգու շինարարությունը։ Եվ հետո կհամարձակվեն իմ հրապարակած տեսանյութներից հետո աշխատանքների իմիտացիա ստեղծել, տեսանյութներ հրապարակելով, թե բա տեսեք, աշխատանքները ինչ ակտիվ փուլում են, իրականացնում են, բայց իրականում ամեն ինչը փուլ չի կա։